Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերումն է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ պարոն Լևոն Բարխուդարյանի հետ։ Ողջունում եմ պարոն Բարխուդարյան, շատ շնորհակալ եմ, որ միացել եք մեզ։ Շնորհակալություն։ Պարոն Բարխուդարյան, Իրանում սկսված պատերազմի առաջին օրվանից ի վեր մենք դեռ չենք հասցրել իրար հետ զրուցել։ Գրեթե մեկ ամիս է անցնում արդեն, ավարտվում է այդ մեկ ամիսը, ամսի 28-ից սկսվեցին, կարծես թե գործողությունները եւ արդեն կարելի է երևի թե ինչ-որ եզրակացություններ անել այս պահի դրությամբ, ձեր գնահատմամբ տնտեսության տեսանկյունից, ինչպես է ազդում, ինչպես ազդեց, ինչ ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա Իրանում ստեղծված իրավիճակը պատերազմը։ Նավթի գներ, ներմուծում, սահման։ Գիտեք, իհարկե մի քիչ վաղ է այդ մասին խոսել, որովհետև նախ վիճակագրական տվյալները չկան, ընդհանրապես կա հունվարը, իսկ մեզ ավելի շատ հետաքրքրում է մարտ ամսվա արդյունքները, որ նույնիսկ դեռ չի ավարտվել։ Համենայն դեպս այդպիսի աղետ, ճգնաժամ, ինչպես շատ այլ ասում են, որը նաև պրոպագանդիստական, այսպես ասած, հնարք է, որ մենք սարսափելի կտուժենք եւ ամեն ինչ կկանգնի, այդպիսի բան չկա։ Կարծես թե բնականon ձևով շարունակվում է։ Մեր հեռուստադիտողներին ասեմ, որ ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2025 թվականին եղել է մոտ 700 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որից 600 միլիոնը ներկրումն է Իրանից, 100 միլիոնը արտահանումն է Հայաստանից Իրան։ Եվ բավականին տեսակարար քշիր ունի գազի ներկրումը Հայաստան, որից հիմա վրա էլեկտրաէներգիա արտադրվում եւ նորից արտահանվում է Իրան։ Այսինքն փակ շղթա է, եթե նույնիսկ դա խաթարվի, չեմ կարծում, որ դա խաթարված լինի, այդպիսի մեծ աղետ չի առաջանա, եկամուտներ կպակասեն, մենք ոչ մի ուրիշ տեղ դա չենք վաճառում, ամբողջովին վաճառում ենք այդ Իրան։ Չնայած դա չկա, եթե լիներ մենք անպայման դա կիմանայինք։ Նույնը վերաբերում է մնացած ապրանքներին, ապրանքաշրջանառությանը, եթե լիներ խաթարում կամ գները կրկնակի եռակի բարձրանային են ապրանքների, որ մենք ենք ներկրում Իրանից, երևի թե բոլորս տեղյակ կլինեինք։ Սահմանին վիճակը կայուն է, ընդհանուր առմամբ, ոչ մի ուտակումներ մեծ չկան, առայժմ այդպիսի հետևանք չկա։ Պոտենցիալ վտանգ իհարկե կարող է լինի։ Դա վերաբերում է նավթամթերքի գների, էներգակիրների առասարակ գների բարձրացմանը, այլ ապրանքների, մատակարարումների խաթարմանը կամ կրճատմանը, որտեղ ինքը Իրանն էլ կարիք ունի սննդի ապրանքների կամ գյուղատնտեսական ապրանքների, այն ապրանքների, որ ինքը մեզ է նաև մատակարարում։ Առայժմ այդպիսի բան չկա։ Եվ Իրանը հետևողականորեն հետևում է իդեպ իր մատակարարումներին այն երկրները, որոնք չեն միացել այս հակաիրանյան կոալիցիային եւ այլն։ Տեսեք, մեծ աղմուկ բարձրացվեց, որ Արմուզի նեղուցը փակել է Իրանը եւ նախապայմաններ դրեցին, եթե չփակեք ամբողջովին ռմբակոծելու են ձեզ, բայց իրականում չէր փակել դեռ։ Բնական է ամերիկյան, իսրայելական բոլոր այդ նավերի համար փակեր, բայց օրինակ Իսպանիայի դրոշով նավեր անցնում էին Պակիստանի, Չինաստանի, էլի մի շարք երկրների։ Եվ դա ասել լրիվ խաթարում, որը բերեց մեծ բարձրացումների, գների եւ այլն, շատ վաղ է ասել, առնվազն վաղ է ասել։ Թե ինչ կլինի ապագայում կախված է նրանից, թե ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները Իրանի շուրջ։ Բայց նույնիսկ այս պայմաններում որոշակի կայունություն ընդհանուր առմամբ Իրանի հետ կապված դա զգալի է։ Մի այլ երկիր երևի այս մեծ ճնշումներին չդիմանար, երբ մեկը մյուսի հետևից առաջնորդներ են զոհվում, նրանց պայթացնում են, ամեն ինչ ռմբակոծում են, հազարավոր ռումբեր են նետել, բայց Իրանը պատասխանում է եւ ցույց է տալիս, որ չէ, այդպես չէ։ Եվ ինչն է հետարքիր եւ բնորոշ, առաջին անգամ է, որ շատ բաց է այդ, թե Միացյալ Նահանգների ներսում եւ թե Միացյալ Նահանգներից դուրս, նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Միացյալ Նահանգների չաջակցեցին Միացյալ Նահանգներին։ Եվ չմիացան իր կոչին գալ, ռմբակոծել, իրենց բազաները տրամադրել, ոչ, որտեղ իրենք քթան, բացի ամեն ինչից, որ դա այնքան էլ արդար չէ։
միակողմանի հարձակվել երկրի վրա, որը ըստ քեզ, եթե ստանա ատոմային ռումբ, ապա կարող է անվտանգության ռիսկ ներկայացնել, բնական է առաջինը Իսրայելյան։ Եվ Միացյալ Նահանգներում էլ կա արդեն կարծիք, նոր ձևավորվող, զարմանալի է դա իդեպ, որ նոր է ձևավորվում, որ Միացյալ Նահանգները չեն կրվում իրենց կոնկրետ իրենց շահի համար, իրենց անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու համար, այլ կրվում են հանուն Իսրայելի։ Դրան վկա վերջերս Ջոզեֆ Քենթի ԱՄՆ-ի ուրեմն ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի հրաժարականն էր, որ հրապարակեց իր դիմումը հրապարակային ձևով ասելով, որ ինքը չի կիսում այդ քաղաքականությունը, որ դա Ամերիկայի շահերի չի բխում եւ Իրանը վտանգ չի ներկայացնում ահաբեկչության առումով Միացյալ Նահանգների։ Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ սա արդեն թվով երկրորդ բարձրաստիճան պաշտոնատար անձի հրաժարականն է, առաջինը եղավ Տրամփի առաջին ժամկետում նախագահության, հիշում եք առաջին մի քանի ամիսը իրենց պետքարտուղարը Ջեք Տիլերսոնն էր, որը բանակցում էր միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ, եւ եկավ ասաց Իրանը կատարել է պահանջները, ճիշտ կլինի մենք հիմա այս բոլոր սահմանափակումները, սանկցիաները, պատժամիջոցները հանենք։ Ասես ոչ, ինչ եք խոսում ըստեյության չի կատարել, այդպես չի, ասեց անհարմար է, մեզ պատիվ չի բերում Միացյալ Նահանգների նման երկրին, եւ հանդիպակաց կողմը պայմանագրի իր պարտավորությունները կատարել է, իսկ մենք չենք կատարում։ Մի խոսքով մեծ բանավեճ վեճ գնաց եւ պետքարտուղարը Միացյալ Նահանգների հրաժարական տվեց այդ պատճառով։ Սա արդեն երկրորդ դեպքն է։ Որոշակի միակողմանիություն կա այստեղ եւ Իրանը ցույց է տալիս ի ցույց ամբողջ աշխարհի, որ ինքը որևէ քայլ չի անում այն երկրների դեմ, որոնք չեն միացել այդ Իսրայել-ամերիկյան, եթե կարելի է այդպես ասել, հարձակմանը, ագրեսիային Իրանի դեմ։ Եվ տարբեր կարծիքներ են հնչում, որ որոշ մասը նաև փորձագետների ասում է, դե Իրանը ինչ է արել, մոռացել եք ոչ նոր հավորեց Ադրբեջանին եւ այլն։ Ու դա արևելք է, Իրանի շահերից էլ չէր բխում։ Առանձնապես իմ կարծիքն է սա, իհարկե, որը ամրապնդած է որոշակի փորձով տարբեր նորանկախ պետությունների կամ միավորների առաջացումը, որտեղ ինքը ահագին տարածքային խնդիրներ ունի այդ ֆոնի վրա եւ բնական է չի ասում, բայց մոռանում են այդ խոսողները, քննադատողները այդ մասին, որ Իրանը մի կարևոր գործ էլ արեց, երբ 44 օրյա պատերազմի ժամանակ հիմնական հետ պահողներ Ադրբեջանին եւ Թուրքիային, որ իրենք չարձակվեն մեղրի վրա։ Այդ ծրագիրը իրենք հաստատ ունեին եւ հատկապես պատերազմի վերջում իրենք այդ նպատակը ունեին, բայց Իրանը մոտ քաշեց իր լավագույն զորքերը ամբողջ սահմանի երկայնքով։ Նույնիսկ ադրբեջանցիները փորձեցին այսպիսի մի սցենար անել, կարծես թե պատահաբար ռումբ ընկավ իրանական կողմի վրա։ Իսկույն հաշվարկվեց հետագիծը այդ հրթիռի եւ պատասխան կրակով ոչնչացվեց ամբողջ այդ հրթիռային մարտկոցը։ Իրենք հասկացրեցին, որ իրենք շատ լուրջ են եւ կատակ չեն անում։ Ես էլ չեմ ուզում ասեմ, որ անկախության առաջի տարիներին նույն իսլամական համագործակցության կազմակերպության գիտաժողովներում, հանդիպումներում, որտեղ քննադատվում էր Հայաստանը որպես ագրեսոր, մեր միակ պաշտպանը Իրանն էր, եկեք դա չմոռանանք։ Եվ դա շատ մեծ մասշտաբի նաև այդ պատճառով չհասավ։ Ես չեմ ասում, որ դա մեր գեղեցիկ աչքերի համար է արվել, դա բխում է Իրանի շահերից, բայց մեր շահերը այստեղ նաև համընկնում են շատ հարցերով։ Պետք է մենք անաչառ լինենք, օբյեկտիվ լինենք, տեսնենք որն է պատճառը, ինչ դիրքորոշում գրավենք այդ հարցերում։ Պարոն Վարխուդյան, Իրան-Հայաստան հարաբերությունները այս պատերազմի ֆոնին ինչ բացահայտեցին, Հայաստանը արդյոք հայտնվեց Իրանի եւ Միացյալ Նահանգների մեջտեղը, թե այդպիսի խնդիր չկա, ընդհանրապես Հայաստանի դիրքորոշումը եւ նորից վերադառնամ Իրան-Հայաստան հարաբերությունները այս ամսվա ընթացքում փորձության ենթարկվեցին, պահպանվեցին, խաթարվեցին, ձեր գնահատականը։ Գիտենք, մենք միասին ապրում ենք ավելի քան 2500 տարի եւ ասել, որ փորձության ենթարկվեցին կամ կփոխվեն, չէ, դրանք կայուն են միշտեղ եւ կան կայուն։ Նույնիսկ ամենածանր տարիներին, որ մեծ պատժամիջոցների տակ էր Իրանը, մենք բացատրում ենք Միացյալ Նահանգներին, որ մենք չենք կարող առանց արևելքից, արևմուտքից մենք շրջափակման մեջ ենք, միակ ճանապարհը Վրաստանն է, ինչ որ մի առևտրաշրջանառություն Իրանի հետ պետք է լինի,
այլապես մեր տնտեսական ու պետական անվտանգության հարց է առաջանում, իրենք հասկանում են։ Իբաթև իրենց հասկանում են եւ մեծ որևէ ինչ-որ մեծ խոչընդոտ չեն ստեղծում այդ առումով։ Հիմա ես չեմ կարծում որ որևէ նոր բան է հայտ եկել, մենք շատ հին հարևաններ ենք, մոտ 2500 տարի միմյանց կողքին ապրող, եղել են տարբեր ժամանակաշրջաններ, եղել է անկախության համար պայքար, եղել է տարբեր կրոններ ենք ունեցել, բայց միշտ էլ առևտուր ենք արել, կապը միշտ էլ եղել է։ Եվ իրենք միշտ Հայաստանը դիտել են որպես լավ հարևան։ Եվ շատ բաներից նաև օգտվել են եւ հայերը մեզ ներդրում ունեն Իրանի զարգացման մեջ։ Հիշենք Շահ Աբբասի ժամանակները պատահական չէր, որ Ջուղայից եւ ամբողջ հարավից հայերի լավագույն վաճառականներին, վարպետներին եւ այլը իրենք տարան եւ տվեցի մեծ արտոնություններ, որ առևտուրը իրենց մոտ էլ զարգանա եւ այլը եւ այլը։ Այդ եղել է եւ այդպիսի թշնամակ չեղել, հակառակ ընդհանուր աջակցություն մենք զգացել ենք։ Չնայած տարբեր դժվարությունների, բայց մենք զգացել ենք։ Դա իմ տպավորությունն եմ ասում, որ չեմ կարծում, որ միայն ես եմ կիսում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ 2026 թվականի հունվարի տվյալներ ենք ստացել արտաքին առևտրի շրջանառության հետ կապված եւ թիվը այսպիսին է արտաքին առևտրի շրջանառությունը 1 միլիարդ դոլարի է հասնում եւ Ռուսաստանը առանցքային գործընկերոջ կարգավիճակը շարունակում է պահպանել ավելի քան 34.5% ներմուծման եւ արտահանման գրեթե այնտեղ քիչ տարբերություն կա արտահանման 34.5-ը ներմուծման 27-ը Ռուսաստանին է վերաբերում սա մեծ թիվ է կազմում սա ինչ որ նոր ցուցանիշներ են թե այսպես միշտ է եղել եւ դիվերսիֆիկացիայի մասին է խոսվում նոր ուղղությունները դեռևս այդպես ցայտուն չեն ակնհայտ չի որ Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը Ես հավատում եմ ձեզ հետ ինքս էլ կողմ եմ նրան որ այդ դիվերսիֆիկացիան արվի արագ տեմպերով ավելի արագ անհամեմատ արագ Եվ մեր արտադրողները, մեր արտահանողները պետք է դրան պատրաստ լինեն, որտեղ կա այդպիսի կարծիք, որ հնարավոր է հայ-թուրքական սահմանը բացվի առաջիկա 1 տարվա ընթացքում, իսկ մասնավորապես նույնիսկ մինչև ընտրությունները։ Եվ դրան պետք է պատրաստ լինեն առումով, որ նոր հեռանկարներ են բացվում դեպի Եվրոպա ապրանքների արտահանման։ Ինչու՞ չէ, նույն Թուրքիա, Մերձավոր Արևելքի երկրները, մի խոսքով նոր ճանապարհ է։ Եվ կա եւ երկաթգիծ, կա եւ փայլուն ավտոճանապարհներ, մայրուղիներ, որով կարելի է այդ արտահանումներն իրականացնել։ Սա լավ հնարավորություն է։ Լավ հնարավորություն է նաեւ Եվրոմիության անդամակցության ճանապարհին։ Մի բան է անդադ ասել, որ մենք գնում ենք այդ ուղղությամբ, մի այլ բան է, որ ուղիղ ճանապարհ չունենք ցամաքային Եվրոպա եւ Թուրքիան մեր հարևանն է եւ կարող ենք այդ ճանապարհները օգտագործել։ Դիվերսիֆիկացիայի համար առումով բավականին նորություններ կլինեն, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, դա ավանդորեն այդպես է։ Նույնիսկ տարիներ եղել ու շատ ավելի մեծ է եղել այդ տեսակարարքշիռը, եթե չես համ 24 թվականին այդ ոսկու եւ թանկարժեք մետաղների այդ ապրանքախմբի արտահանումը Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Սաուդյան Արաբիա կամ Էմիրատներ հսկայական թվերի էր հասնում։ Մեն այդ ապրանքատեսակների գծով մոտ 14-15 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն էր։ Հիմա պակասել է, դա արդեն չկա ըստ բայց բնական է, որ այդպիսի թվեր կրնեն, որտեղ եկեք չմոռանանք, որ ամբողջ էներգետիկ ռեսուրսները մենք Ռուսաստանից ենք բերում։ Բավականին երկար ժամանակ հացահատիկային կուլտուրաներ կրում, որոշ սննդի ապրանք, արդյունաբերության արտադրանք եւ այլն։ Եվ Ռուսաստանն էլ մեզ համար շատ մեծ շուկա է ապրանքների արտահանման, ավանդորեն այդպես է, ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, միայն որոշ տնտեսական ռիսկերի հետ կապված անհանգստությունը, որտեղ եթե կարիք իրարվեն որոշակի սանկցիաներ, թերադրված տարբեր քաղաքական դրդապատճառներով, այստեղ մենք կարող ենք ստուժել։ Այդ նույն վերին լարսի հետ կապված խնդիրները, որ անցնել չի լինում դժվար է, բայց Սահմանը բացվելուց հետո մենք իհարկե նոր լավ հնարավորություններ կունենանք, հարցը նրանում է որ պետք է կարողանանք այդ նոր գործելակերպին, այդ նոր կանոններին ավելի արագ հարմարվենք, ադապտացվենք եւ կարողանանք մեր արտահանումը նաեւ դիվերսիֆիկացնենք Եվրոպայի ուղղությամբ։ Սա շատ խոստումնալից եւ շատ մեծ շուկա է Հայաստանի։ Դուք խոսում եք հայ-թուրքական սահմանի բացման մասին։ Այո, հայ-թուրքական, հայ-իրանական սահմանը բաց է։ Չէ, այնինչ ասում եք նոր կանոններ, նոր հնարավորություններ, դա հայ-թուրքականին է վերաբերում։ Պահանջներն են, որոնց այնպես չի որ անծանոթ ենք, որովհետև մեր խոշոր գործընկերներից մեկը նաև Եվրոմիությունն է, թե վերցնենք որպես մեկ ամբողջություն, մեկ շուկա։ Բայց իհարկե ակտիվացման շատ ավելի մեծ հնարավորություններ կա, գիտեք, մի վատ բան կա, հատկապես օրինակ սննդի արդյունաբերության գծով եւ այլն, մեր բիզնեսները եթե լավ վաճառվում է ապրանքը, իսկ դա շատ լավ է վաճառվում նաև պատժամիջոցների պատճառով մի տեսակ հանգստանում են, ընդլայնման հետ կապված մեծ ներդրումներ չեն անում, լավ է, կոմֆորտ վիճակ է եւ այլն։ Իրականում շատ լարված ցանկացած բիզնեսը շատ լարված
ռեժիմով է աշխատում եւ նորանոր պրոդուկտներ է ստեղծում, ապրանքներ է ստեղծում, արտահանում նորանոր ծառայություններ է մատուցում։ Այդ ուղղությամբ աշխատանքը շատերի մոտ կա, բայց պետք է բոլորի մոտ լինի անընդհատ։ Այլապես մրցակցության դիմանալը շատ դժվար է։ Մենք շատ դժվար ենք մրցակցելու, չգիտեմ, իսպանական գինիների հետ, ել չեմ խոսում ֆրանսիական կոնյակի հետ, բայց այդ մրցակցությունը կա։ Այսօր մենք Եվրոպայում վաճառում ենք մեր հայկական կոնյակը։ Մեր գինիների որոշ մասներ է գնում Եվրոպա։ Փոքր քանակներով անշուշտ։ Եվ գնային տարբերություններ էլ կան, ավելի էժան է։ Այդ մեր մասը, մեր այսպես ասած նիշան, այսպես ասած, մենք պետք է կարողանանք գտնել եւ ավելի ամրանանք այդտեղ եւ ավելի զարգացնենք, ավելի լայնենք։ Դե հենց այդ է, հաջորդ իմ հարցը սենց է դրա մասին էր, նիշան մեր գտնել, այսինքն մեր տեղը գտնել։ Ինչ հեռանկարային կամ պոտենցիալ կա, որը չի օգտագործվել դեռ մինչև հիմա Հայաստանում եւ ինչով է պայմանավորված, որ մենք չենք օգտագործում։ Տեսեք, դուք ասում եք գինիների արտահանում այն էլ քիչ խմբականակով, երևի թե այդպես եթե այսպես համարակալելով գնանք, քանի մի 3-5 կետ կարելի է գինի, երևի, չգիտեմ, պահածոներ, են էլ չգիտեմ, Եվրոպա գնում է, թե չի գնում։ Այո, խոսքը գնում է եվրոպական շուկա, ոչ թե ռուսական շուկա։ Այո, մշակման արտադրանքներ, եկեք չմոռանանք, որ էկոլոգիայի առումով, որպես օրգանիկ ֆուդ, ինչպես իրենք են ասում, Հայաստանի կողմից արտահանված ապրանքները ունեն շատ մեծ որակ, շատ բարձր որակ։ Այդ նույն արտանյութերը էլ չեն ասում, որ թանկ է, հատուկ ինչ-որ մեծ գումարներ չեն ներդրում դրա համար, բայց այն ինչ-որ արտահանվում է, իրենք են երբեմն զարմանում, թե այսքան էկոլոգիական մաքուր արտադրանք որտեղից է։ Իհարկե, ճանապարհը բացելը կեշանացնի, կիչեցնի ինքնարժեքը այդ ապրանքների եւ մենք կարողանանք ավելի լայնված տեմպերով դրան գնալ։ Եվ իհարկե Եվրոմիության անդամակցությունը նաև կբարձրացնի Եվրոպայի պատրաստակամությունը, որ այսօր էլ կա, բայց հետագայում արդեն որևէ խոչընդոտ չի լինի այդ ապրանքաշրջանառության համար, նշանակում մեկ մաքսային միությունից պիտի դուրս գանք անդամակցենք միայն Եվրոմիության մաքսային միությանը, այս բոլոր խնդիրները կան, որոնք աստիճանաբար պետք է լուծվեն, ցանկալի է, որ արագ լուծվեն, այդ անցումային շրջանը լինելու է։ Անցումային շրջանի ժամանակ իհարկե ռիսկեր կան, թե Ռուսաստանի կողմից որպես պատժամիջոցներ, թե նույնիսկ մեր հարևանների Վրաստանի միջոցով փորձեն մեր վրա ազդել ինչ-որ ձգձգումներ արվի առաքումների հետ կապված եւ այլն։ Բայց ավելի կարագացնի մեր դիվերսիֆիկացիան։ Բայց մենք տեսնում ենք արդյոք, որ վերադասավորվում են մեր բիզնեսները, որ մենք ինչ-որ բան ենք սկսում արտադրել, թե մենք հիմնականում ծառայությունների վրա ենք հույսը դրել, որ ծառայություններն ենք արտահանելու, ասենք մտավոր ինչ-որ արժեք ներկայացնող մտավորի վրա ենք ավելի շատ հույսներս դրել։ Ես բոլորին չէի լսեմ ասնի դա, ծառայությունների արտահանումը նույնպես շատ լուրջ, շատ արժեքավոր ուղղություն է արտահանումների մանավանդ այդ նույն գիտատար արտադրանքի, նույն ծրագրավորողների աշխատանքը։ Այո, բայց գուցե հույսներս մենակ դրա վրա ենք դրել, դրա հետ ենք կապում հեռանկարը մեր։ Նույն ձևով, գիտեք, իմ մոտ շատ խոր է նստած այն համոզումը, որ այդպես չի կարելի հարցը դնել, որ այ մենք պիտի անպայման գնանք գիտատարողությամբ եւ փոխանակ գյուղերում բանջարեղեն աճացնենք, մենք պիտի այնտեղ ներդնենք կիսահաղորդիչների արտադրությունները, աբսուրդ է։ Եթե մենք կարողանում ենք 5%-ով կամ 10%-ով ավելացնել այդ նույն գյուղարտադրանքի գյուղմթերի վերամշակումից արտադրանքի արտահանումը, մենք պարտավոր ենք դա անել։ Բայց մենք տեսնում ենք այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք, այ ամբողջ հարցը դա է։ Փող լրացնում է։ Երևում է, այդ աշխատանքը կա նույն IT ոլորտում, ծրագրավորման ոլորտում, իհարկե արտահանումը դեպի արևմուտք անշուշտ շատ ավելի նաև արագ տեմպերով աճում է, չնայած շուկայի վարիվերումներին այստեղ, արտահանումներին, բայց այդ պատրաստակամությունը կա եւ պատահական չէ, որ այդ Միացյալ Նահանգների ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ հաբ ստեղծել Հայաստանում, որտեղ այդ նույն կիսահաղորդիչների արտադրություն լինի եւ այլն, դա նրանից է գալիս, որ ստեղ կա բավականին բարձր որակյալ աշխատուր եւ համեմատաբար էժան աշխատուր։ Դա շատ մեծ մրցակցային առավելություն է։
Սա այն ոլորտներից մեկն է, որտեղ աշխատուժի որակը, կրթությունը, պատրաստվածությունը ունեն որոշիչ դեր։ Սա կատնաշորի կամ կարագի արտադրություն չէ, որ եթե գիծը կա, շատ երկրներ կարող են դա արտադրել, չէ։ Սա շատ սպეციფიկ արտադրանք է, ուղեղի աշխատանքի արգասիքն է, որը իհարկե մեծ առավելություն է տալիս։ Իհարկե այն պոտենցիալը, որ առաջ կար Հայաստանում, հուսով եմ շուտով կվերականգնվի, կանցնի այդ տեմպերով, բայց այդ ուղղությամբ մենք պետք է շատ մտածենք եւ պետք է ներգրավենք մեր լավագույն մասնագետներին, որ կան Հայաստանում աշխատել այդ ոլորտներում։ Սրա լավը նա է, որ կարող են ապրել այլ երկրներում, բայց աշխատել այդ ընկերությունների համար, որոնք կբացվեն, հուսով եմ, շուտով Հայաստանում, այս պատերազմը, որ ավարտվի, շատ ավելի արագացված տեմպերով։ Սա շատ լավ ոլորտ է համագործակցության արևմուտքի հետ, որը մեծ եկամուտներ ապագայում կբերի Հայաստանը։ Պարոն Բախուդարյան, տեսեք, մենք լսել ենք այսպիսի ձևակերպում, գործարանը աշխատում է իր կարողությունների 10%-ով, հա, իր ներուժի 10%-ով։ Եթե ես վերցնեմ ամբողջ տնտեսությունը Հայաստանի, ձեր տպավորությունը, անձնական տպավորությունը, դուք թվերին չեք նայում, բայց տիրապետում եք իրավիճակին։ Հայաստանի տնտեսական պոտենցիալի, տնտեսության պոտենցիալի որ տոկոսն է աշխատում, որ տոկոսն է այսօր գործի դրված։ Ինչքան տոկոս ունենք, ինչքան պոտենցիալ ունենք, որը դեռ կարող է։ Դժվար է դա գնահատել, ինչ որ մեկը չկա, որ դա գնահատել է։ Զգացողության մասին է խոսքը, ինչպես եք զգում դուք։ Ընդհանուր իմ տպավորությունն է, որ դա կարող է առնվազն կրկնապատկվել, եթե այսպես ասենք։ Հա, 50% եք համարում։ Երեք իրավիճակը այնպեսին չէ, որ այդ բոլոր գործարանները կան կազմը պատրաստ աշխատում են, ուղղակի աշխատում են 10%-ով։ Չէ։ Պոտենցիալը արտադրելու այդ կարողությունը, մարդկանց առկայությունը, աշխատուժի առկայությունը եւ ենթադրվելիք ներհոսքը։ Եթե այստեղ մեծ ներդրումներ լինեն, իհարկե շատ հայեր կգան տարբեր երկրներից, համապատասխան մասնագետներ եւ սկսեն աշխատել այդ ուղղությամբ, նույն Ռուսաստանից, այլ երկրներից, այստեղ ապրելով աշխատելով։ Այո, դուք ասում եք, եթե ներդրումներ լինեն, բայց ես հարցս տալիս եմ պետությունը անելիք ժամանակ, երբ որ սահմանները բացվեն համապատասխան պայմաններ։ Այդ եթեները օքեյ։ Իսկ պետությունը ունի անելիք, թե մեզ մոտ անջատված է մասնավոր սեկտորը եւ պետությունը առանձին են։ Պետությունը կողքի քաշված է։ Մասնավոր սեկտորին նախ եւ առաջ ինստիտուցիոնալ բարեփոխումներով, գործարար ակտիվության համար ճիշտ պայմաններ ստեղծելով, ինվեստիցիոն կլիման, պայմանները զարգացման առումով, մրցակցությունը ապահովելու առումով արդար մրցակցությունը, շատ մեծ աշխատանքներ կա անելու։ Ժամանակին, երբ մրցակցային առավելություններ ունեին միայն որոշակի էլիտար, այսպես ասած, բիզնեսմեններ, դա սարսափելի խփում էր բիզնեսին, բիզնես զարգացմանը, որտեղ բիզնեսը բավականին ճկուն է ինքն էլ, կարող են թողնել օրինակ համատավարելի բարձր հարկեր, տարբեր օրենքներ կարող է դուրս չգան եւ այլն, բայց բիզնեսը տանել չի կարողանում խտրականություն։ Երբ նույն ապրանքը ներմուծողը տալիս է վճարում է ավելի շատ հարկեր, քան մի այլ ներմուծողը, որը կապեր ունի իշխանությունների հետ, օրինակ եւ այլն։ Այսի դեպքեր եղել, ես իմ անձնական, ես ինքս եմ ականատես եղել, եւ այդ մարդիկ գնացել են Հայաստանից։ Եվ դժվար է հաշվել այն օգուտը, որ Հայաստանը չստացավ, քանի որ այդ ներդրողները գնացին։ Այո, դա տասնյակ, հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ։ Պատճառը գնալու որն էր, նորից կրկնեք, պատճառը գնալու։ Պատճառականությունն է շուկայում, ոչ հավասար մրցակցային դաշտը, անհավասար։ Բիզնեսը դա տանել չի կարող։ Եղել են դեպքեր, առանց բանի կարող եմ ասել, ինքս եմ ականատես եղել եւ ծորեն էին ներկրում, իտալական Granzimolini ընկերություն կար, որը հումանիտար ծորեններ էր նաև բերում այն ծանր տարիներին, իսկ հետո իրենք հիմնավորվեցին ստեղ։ Ալրաղաց արան, միասին աշխատում են մեր բիզնեսներից մեկի հետ, այդ մարդուն այդ ներկայացուցիչը գալիս էր իմ մոտ 2 ամիսը մեկ, երբ որ ես կառավարությունում էի աշխատում, ասում էր, տես, որտեղից էլ գտնում էր այդ մաքսային հաշվետվությունները, ասում էր Granzimolini, տեսեք ինչքան ավելացված արժեքի հարկ են վճարում։ Հետո գալիս էր Ալեքսանյան ներկրող մեկը, որը չէր վճարել հարկը։ Ես մեծ աղմուկ էի բարձրացնում, մի ամիս հետո կարծես թե մի քիչ նորմալորում է իրավիճակը, 2 ամիս հետո նորից էր գալիս։ Սա մի մասնավոր օրինակ է, բայց հաստատում է նա, որ այդ մարդիկ չեն կարող մրցակցել եւ աշխատել։ Եվ ինչ եղավ, Հայաստանի միջոցով կապվեց Ռուսաստանի հարավի հետ,
գնաց այնտեղ համապատասխան հզորություններ գնեց, բացեց, իրենց այդ համատեղ ձեռնարկություններ հիմնեց եւ շարունակեց աշխատել Ռուսաստանի հարավում։ Դուք Ռուսաստանի հարավում, որ ասել թե իդեալական միջավայրը այնտեղ չէ, բայց համենայն դեպս այդ հնարավորությունը ինքը նախընտրեց։ Ես էլ մեկ այլ օրինակ հիշեցի, դա 90-ականներն էին կարծեմ վերջներ կամ 2000-ականների սկիզբը, երբ անուններ չեմ տա, երբ ներմուծողը խոչընդոտեց այդ ներմուծվող ապրանքի Հայաստանում արտադրության հնարավորությունը, աղակին աշխատանք էր տարվել, որ գործարան դրվեր եւ սկսեր աշխատելը եւ խիստ ձևով խոչընդոտվեց եւ այդ գործարանը չհիմնվեց, այսինքն այստեղ էլի պետք են ինչ որ այդ ամենը կարգավորող օրենքներ երևի թե պետության էլի նորից վերաբերմունքներ տվյալ դեպքում կարողանան դրանց աշխատել, դրանց ուժը պետք է զգա իր վրա, ցանկացած իրավախախտ, ձեր ասած դեպքը մեծ իրավախախտում է, հանցագործություն է, որտեղ նա այլ լծակներով, ոչ մրցակցային ձևով փորձել է կանգնեցնել այն բիզնեսին, որը Հայաստանի առումով ավելի ձեռնտու է։ Չի փորձել, դա ներդրում էր անգամ, այդ ներդրողները ահագին գործ արել են եւ թողեցին հեռացան։ Խառնվել ասել ոչ նա սա է անում, այսպես լինի, այնպես լինի, ոչ, պետք է լինի արդար մրցակցություն։ Պետության դերը այդ օրենքի, այսպես ասած, դիկտատուրայի պահպանումն է, որպեսզի ամեն ինչ լինի օրենսդրության սահմաններում։ Կարելի են հարցեր նաև, որոնք կպահանջեն օրենսդրության կատարելագործում, դա էլ հարց է։ Այդ պետությունը դրանով պետք է զբաղվի։ Անդադ կապը, երկխոսությունը գործարար աշխարհի հետ պետք է լինի։ Եվ կա շատ առումներով նաև հանդիպումներ են լինում, ասում են։ Այսինքն դուք տեսնում եք, կարծում եք պետությունը այդ դրսից ներդրումներ ներգրավելու առումով, օրինակ շատ մարզերում, որտեղ այդ կարողությունները դեռ չկան, նոր բիզնես պրոյեկտներ առաջարկելու եւ այլն, պետք է օգնի համապատասխան մասնագետներ վարձի տեղերում օգնեն, տեսեն ինչ նախաձեռնություններ կան։ Եվ դրանք եթե դառնան բիզնես առաջարկներ, ապա կազմակերպի մի հարթակ, որտեղ կհանդիպեն այդ առաջարկները եւ պոտենցիալ ներդրողները, թե հայաստանյան եւ թե Հայաստանի սահմաններից դուրս։ Շատ լավ հնարավորություններ կան, տեսեք ինչքան խոսեցինք էկոլոգիապես մաքուր գյուղարտադրանքի մասին։ Չկա մի մարզ, որը այդ պոտենցիալը լավ չունենա, չօգտագործված պոտենցիալը։ Շատ հողեր չեն մշակվում, շատ այգիներ չեն տնկվում, որտեղ գները այդքան չեն եւ շուկաների մատչելիությունը մեծ չէ եւ այլն եւ այլն։ Բայց կարող են չի առաջարկել, այդքան կան, չկա մի համայնք, որ չունենա քույր քաղաք կամ այսպես Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, կարող են համատեղ ստեղծել այդպիսի ձեռնարկություններ, տեղական իշխանությունները մաս կազմեն, դա կոչվում է պետական կամ համայնքային մասնավոր համագործակցություն։ Դե հենց այդ հարցն է, պետությունը որքան այդտեղ արդեն բիզնեսը ավելի հեշտ է գալիս, ավելի վստահ է գալիս, որտեղ տեղական իշխանությունները նույնպես ներդրում ունեն այդ գործի մեջ։ Գալիս է ասում է, ես ուզում եմ հոսքագիծ դնեմ, օրինակ ծիրանի ջրի համար կամ մրգերի համար, ասում է շատ լավ, բայց խնդրում եմ, ես այդ ճանապարհը որ քաշում եք, մի ճյուղեր տարեք դեպի այնտեղ, որտեղ գործարանը պետք է լինի, կամ դուք լավ եք աշխատում եք ձեր ոլորտներ, ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը լինի, ջրահեռացումը, սա արդեն գործի բավականին մասն է։ Դա համայնքը հեշտությամբ վերցնում եւ կարգավորում այդ հարցերը, ասում է, 20%-ը քեզ եմ տալիս կապիտալի, դու ունես այդ բաժնեմասը, դա էլ ասում է դրա հետ մի եկտեղ խնդրեմ ապահովիր այնպես, որ գոնե 70%-ը քո աշխատողներ լինեն իմ համայնքի բնակիչները։ Եվ իսկույն նա ասում է իհարկե, ես բերելու եմ ընդհանրապես ղեկավարությանը, մասնագետներին, մնացածը շատ մեծ հաճույքով։ Եվ գործը գնում է, ռիսկերը պակասում են եւ իրենք համատեղ կարողանում են դա անել։ Եվ սա մեծ օգուտներ կարող է բերել նաեւ համայնքներին։ Մենք էլ ստեղ ռեֆորմների տեղ ունենք։ Այդ նույն համայնքները համայնքում ստեղծող եկամուտներից իրենց բյուջեները մասնի ունենան։ Պետք է լինի պաստորեն հարկերից բացահանումներ համայնքային բյուջեներին, որ այսօր չկա, ցավոք սրտի։ Մեն անշարժ գույքի հարկն է գնում։ Այդ խթանները, այդ շարժառիթները պետք է ստեղծել անպայման, բայց սա նաև փորձ է, լավ փորձ է համատեղ արտադրություններ անելու, ներդրումների ներգրավման, արտասահմանում բավականին տարածված է, շատ պետություններ իրենց վրա բավականին մեծ գործառույթներ են վերցնում այդ առումով, դրա լավագույն օրինակը Միացյալ Նահանգները, որ նույնիսկ ծնանկացման ժամանակ աջակցում է իր բիզնեսներին, իր տարածքում եղած բիզնեսներին,
Սա է հիմնականը, որի վրա պետք է մենք հատկապես մեծ ուշադրություն դարձնենք եւ իսկապես պաշտպանենք ազնիվ այդ ներդրողներին, որոնք աշխատում են օրենսդրության համաձայն։ Սա է օրենսդրության պաշտպանում, օրենսդրության պահանջների կատարում։ Այո, ներդրողների հարցը առանձին է, տեղական արտադրողի պաշտպանությունը եւս կարևոր է, ճիշտ է, ներդրողը ներմուծում եւ տեղական այդ օրինակը դուք որ բերեցիք, դա կիրառվող օրինակ է, թե դուք բերեցիք, որ լավ կլիներ այդպես լիներ։ Կիրառվող է նաեւ, այո, մենք տեսնում ենք մարզերում արդեն բացվում են փոքր արտադրություններ, օրինակ պահածոների, բանջարեղենային, մրգային, չոր մրգերի, ջրերի Եվ դրան նաև արտահանվում է նաև դուրս, նաև ապահով երկրներ նախ եւ առաջ իհարկե, բայց արտահանվում է, այսինքն ապրանքանության աստիճանը գյուղարտադրանքի աճում է։ Եղել որտեղում օրինակ կաթի ընդունման կետեր են բացվել, որտեղ օրինակ կուտակվում է այդ կաթը, պաստերիզացվում է, ամենապարզ բանն եմ ասում, որից հետո այդ մեծ մեքենաներով գալիս եւ տեղափոխվում են քաղաք, օրինակ, չգիտեմ, աշտարակ կաթը։ Եվ անասնագլխականակը մի քանի տարում էապես աճել, ապահովել, որտեղ գյուղացին կարողանում է ամեն օր իր հանձնած կաթի դիմաց կանխիկ այդ գումարը ստանալ ռեալ։ Իր հաշվին կամ կանխիկ էական չի։ Սա արդեն շատ մեծ խթան է եւ գյուղի համար դա իհարկե բավականին մեծ դեր ունի։ Բավականին մեծ նշանակություն ունի։ Այս ուղղություններով իհարկե շատ անելիքներ կան եւ այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Փոքր բիզնեսը բավականին կենսունակ է, ճկուն է, հարմարվող է, բիզնեսի ուժը իր մասսայականության մեջ է եւ փոքր բիզնեսը այդ առումով բավականին խոստումնալից ապագա կարող է ապահովել, հասկանում եք։ Շատ դեպքերում գնում եք Վրաստան, տեսնում եք փոքր ներդրողը եկել է դրսից, մի փոքր գինու գործարան է կառուցել, հեկտարներով հող է վերցրել վրացական այդ հայտնի խաղողից գինի է պատրաստում եւ այդ գինին հիմնականում եվրոպական տեխնոլոգիայով ավելի շատ եւ արտահանում է Գերմանիա հանգիստ տեղում ապրում է եւ ես ինքս ականատես եմ եղել այդպիսի բանում կախետի օրինակ դա աշխատում է իրենք չունեն եթե չհաշվենք Իվանիշվիլուն որը դժվար է հաշվել մեծ բիզնեսմեն բայց մեծ բիզնեսմեններ Կիրկորյաններ Վաչե Մանուկյաններ եւ այլն բայց գալիս է միջին բիզնեսն է ոտ տնում այնտեղ Իսկ դա շատ լավ ազդակ է այն բիզնեսների համար, որոնք այդ երկրից նույնպես ուզում են գալ, օրինակն են նայում, եւ իհարկե գալուց առաջ վերցնում են հեռախոսը եւ զանգահարում, ասեք խնդրեմ, ինչ վիճակ է այնտեղ, դուք այնտեղ եք, խորհուրդ կտաք, մենք էլ գանք այս ոլորտում աշխատենք, թե ոչ։ Սա շատ կարևոր ազդակ է։ Հիմա այն օրինակը, որ ես բերեցի, ինքներդ դատեք, այդ նույն Գրանձի Մոլինին, եթե իրեն մեկը զանգահարի ես, ասի դու երկար տարիներ Հայաստանում ես եղել, ես հիմա ասում եմ այնտեղ ներդրում անեմ, ինչ խորհուրդ կտաս, ինչ կարող է նա ասել։ Բնակարը չէ, չի կարող գովել, եթե ասես գիտի դու ինչի դուրս եկար։ Պատճառը որն էր։ Եվ բնական է, շատ լավ, մեծ, այսպես ասած, կոմպլիմենտներ դժվար թե անի Հայաստանի տնտեսական կառավարման առումով, տնտեսական դաշտի առումով Որտեղ ինքը տուժել է, մի մասն դա ավելի գունազարդած են ասում, որպեսզի արդարացնեն իրենց անհաջողությունը օրինակ Հայաստան։ Եվ նասած չկա, մի մասը մրցակցային ձև ունի, իսկ որ հաջող փորձ ունի, շատ էլ ռեկլամ չի անում, տարբեր պատճառներով, հարկերի հարց կա, մրցակցության հարց կա եւ այլն եւ այլն։ Այդ ուղղությամբ իհարկե պետությունը պետք է հստակ աշխատի եւ աշխատանք գնում է, չի կարելի ասել որ այդ ուղղությամբ աշխատանք չի գնում, բայց մենք բոլորս ուզում ենք տեսնել շատ ավելի ակտիվ ներգրավվածություն, շատ ավելի ակտիվ աշխատանքներ այդ ուղղությամբ։ Ես չգիտեմ ինչի վստահ եմ, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, այդ ուղղությամբ աշխատանքները էապես կակտիվանան։ Դե նորից եթե հայ-թուրքական սահմանը բացի, ես նորից այդ հարցին վերադառնամ, տեղի արտադրողի իրավունքները եւ օրենսդրականորեն պաշտպանությունը պետք է մենք ապահոված լինենք, ճիշտ է, որովհետեւ շատ արդեն մեծ ներմուծում է լինելու։ Միանշանակ, եւ այդ լոլիկի պատմությունը, որ ասում են կգան, կգրավեն, մեր գյուղացում դուրս կմղեն Հայաստանից եւ այլն, եղբայր նույնը տեղի ունեցավ իդեպ Վրաստանում թուրքական լորիկի այդ նույն պատմությունը կար ես մի քիչ այլ կարծիքի եմ
Մենք ունենք ստանդարտներ, որտեղ պետք է քիմիա չլինի այդ ապրանքի մեջ։ Իսկ էժան է գալիս այն լորիկը, որ այդ քիմիական պարտանյութեր է շատ տրվում։ Պետք է ստուգել այդ նույն սննդի անվտանգության տեսչությունը, պետք է նմուշառում անի ամեն ապրանքան խմբից։ Եվ որը չի անպատասխանում, իսկույն հետ է։ Ընդհանրապես դա պարզ աշխատանք է ամենօրյա, բայց պետք է անաչառ ձևով օբյեկտիվորեն դա։ Եթե այդքանից հետո կգտնվի մի արտադրող, որը օրգանական, մաքուր, ուրեմն էկոլոգիական լորիկ արտահանի Հայաստան, չնայած այդ մաքսատներին, մաքսավճարներին եւ այլ մաքսատուրքերին, ուրեմն պետք է տեխնոլոգիան գնել այդ նույն արտադրողից, այլ համատեղ արտադրություն անել։ Ոչ մեզ մոտ արտադրվի Հայաստանին։ Մենք էլ նույն լորիկը կարող ենք հետո մի մաս արտահանել։ Միանշանակ։ Այսինքն ոչ թե վնասի արտադրողին, այլ խտանի մրցակցություն ստեղծի արտադրողներին արտադրողի համար եւ սպառողը դրանից միայն եւ միայն կշահի։ Դե ինչ փորձենք այսօր այսքանով ամփոփել հաղորդումը, հետաքրքիր թեմա է, թե իսկապես քանի տոկոսն է տնտեսության աշխատում մեր զգացողությամբ, այո, ես թվերով չեմ ասում, մենք ինչպես ենք զգում այդ ցանկացած մեկը մյուսի հետ խոսում է, կամ ձեր ընկերը զանգահարում է, ասում է ձեր կլիման ոնց է տնտեսության, գամ ձեզ մոտ թե ոչ, այ դուք ինքներդ ինչ կպատասխանեք այդ պոտենցիալ ներդրողին։ Միանշանակ կասեմ, իհարկե արի, ինքս էլ ամեն ինչ կանեմ, որ իրեն նպաստեմ, որ ինքը հաջողվի այդ իր առաջին ներդրման մեջ։ Եվ դա բոլորիս պարտքն է ինչ-որտեղ։ Մի քանի հաջող պատմությունը արդեն սկսում է իր հետևից հերթ առաջացնել ներդրողների, բիզնեսմենների եւ այլն։ Միանշանակ։ Շատ շնորհակալություն պարոն Բարխուդարյան, որ համաձայնեցիք եւ այս ֆորմատով եւս մենք կարողացանք ձեզ հետ շփվել եւ ձեր կարծիքը ստանալ մեր հարցերի շուրջ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ պարոն Լևոն Բարխուդարյանի հետ էինք զրուցում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ, նախկին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար։ Զրուցում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։